Ինչ սկսել եմ շաքար ու խմորճ ուտել, ինձ հաճախ են հարցնում. իսկ մինչև երբ չես ուտելու։ Հարգելիներս, սա ոչ թե ժամանակավոր քմահաճույք է կամ մարդկանցից տարբերվելու հետաքրքիր մի միջոց, այլ որոշում։ Ես ընտրել եմ շաքար եւ խմորճ ուտելը, որպեսզի առողջացնեմ կենսակերպս, որպեսզի ավելացնեմ կենսաուժս, որպեսզի ողջ օրվա ընթացքում հոգնած չլինեմ, այտուցներ չունենամ ու սահուն քայլերով չգնամ դեպի տիպ 2 դիաբետ։ Ու այսուհետ, եթե էլի որոշեք նույն հարցը տալ, ստացվում է, որ դուք ինձ հարցնելու եք, իսկ մինչև երբ ես պատրաստվում առողջ ապրել, իսկ մինչև երբ ես ուզում, որ կենսաուժդ բարձր լինի։ Ես բավականաչափ երկար ու բարդ ճանապարհ եմ անցել, մինչև եկել եմ այս որոշմանը եւ իմ որոշման մեջ բավականաչափից ավել հաստատ եմ։ Եթե դուք էլ ուզում եք փոխել ձեր կենսակերպը, բայց այս պահին պատրաստ չեք, օրինակ, հրաժարվել շաքարից կամ խմորից, բացարձակ պարտադիր չէ, որ դուք հրաժարվեք։ Դուք կարող եք ձեր կենսակերպն առողջացնել օրինակ այլ ճանապարհներով։ Կարող եք սկսել ավելի շատ ջուր խմելուց կամ ֆիզիկապես ավելի ակտիվ լինելուց։ Օրվա ընթացքում ավելի շատ քայլեք ու կտեսնեք, թե որքան շատ եք քայլում, այնքան ավելի ուժ ունեք քայլելու, ու որքան ֆիզիկապես ակտիվ եք, այնքան ձեր տրամադրությունը բարձր է ու ձեզ ավելի լավ եք զգում, որովհետև այնտեղ, որտեղ կա շարժում, չկա ստրես։ Էնպես որ, եթե ուզում եք բարձրացնել ձեր ստրեսակայունությունը ու ձեր կենսակերպն ավելի առողջ դարձնել, սկսեք ավելի պարզ քայլերից։ Ու մի շատ կարևոր բան, եթե որոշել եք ձեր կենսակերպում ինչ-որ բան փոփոխել, անպայման խորհրդակցեք ինքներդ ձեզ հետ։ Նստեք քայլու առջև ու ոչ թե շպարվեք, հարդարվեք կամ ինչ-որ այլ մի բան արեք կամ գտեք դեմքի վրա թերություններ, այլ պարզապես նայեք ձեր արտացոլանքին, նայեք ձեր աչքերի մեջ, նայեք ձեր աչքերից ներս ու միասին որոշեք, թե ինչից եք ուզում սկսել եւ ինչպես եք որոշել առողջացնել ձեր կենսակերպը։ Վստահեցնում եմ ձեզ, որ եթե դուք ինքներդ ձեզ հետ ներդաշնակ լինեք, այդ որոշմանը, այդ ցանկությանը շատ ավելի մեծ քայլերով ու արագ եք հասնելու։ Մեկնաբանության հատվածում անպայման գրեք, թե ինչից եք ուզում սկսել հենց ձեր կենսակերպի առողջացման ճանապարհը։ Իսկ եթե չգիտեք կամ տատանվում եք, թե ինչից սկսել, գրեք ինձ անձնական նամակով, միասին այդ ճանապարհը շատ ավելի հարթ կանցնենք։ Առողջ ապրելը ինքնախնամք է, խաղաղ ապրելը բարեկեցություն, միտքդ բաց պահիր, ապրիր սիրո մեջ, հոգ տար քո մասին,